արդյունք արդեն իսկ գրանցած կլինեինք գոնե գերիների ու պատադարված մեր հայրենակիցների մասով։ Իրականում երբ ամբողջությամբ պարզ էր, որ իշխանությունները որևէ բան նախ չեն նախաձեռնելու, երկրորդը հակառակը իրենք անելու են ամեն բան, որպեսզի փակեն թե Արցախի հարցը, թե մոռացության տրվի Բաքվում այդ կեղծ դատավարություններով, մեղադրանքներով դատվող մեր հայրենակիցները։ Եվ հետևաբար մենք արդեն բավականին երկար ժամանակ փորձել ենք, հիշում եք, ես բազմից խոսել եմ, որ անկախ ամեն ինչից, անկախ ակնկալիքներից պետք չէ դադարել եւ պետք է աշխատել Արցախի հարցը տակ պահելու ուղղությամբ։ Եվ սկսեցինք Սփյուռքի հետ աշխատել, ինչպես նաև դուք տեղյակ եք, որ մենք Արցախի Հանրապետության ազգային ժողովը լիազորեց հանձնախմբին, որը գլխավորում է պարոն Վարդան Օսկանյանը, որը արցախցիների անունից ըստ էության բանակցություններ է վարում տարբեր կառույցների ու տարբեր երկրների հետ, գոնե տակ պահելու համար Արցախի հարցը։ Եվ նաև աշխատելով Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, մենք բավականին լավ արձագանքներ ունեցանք այն Շվեյցարիայից, եւ դեռևս 24 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի դաշնային խորհուրդը արդեն իսկ որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ այդպես ինչ-որ բանակցային գործընթաց ձևավորելու մասին, որը իր մեջ ներառում է արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը, Բաքվի բանտերում պատանդ եւ գերի առ այսօր մնացած մեր հայրենակիցների արձակման շուրջ, ինչպես նաև մեր պատմամշակութային ժառանգության հարցերի շուրջ այդպես ինչ-որ բանակցային գործընթաց ձևավորելու մասին։ Այնուհետև հաջորդ փուլը, որ պիտի տեղի ունենա, դա ըստ էության իրենց խորհրդարանի արդեն քվեարկությունն է, հաջորդ ավելի բարձր փուլը, որը տեղի ունենալու մարտի 18-ին եւ ըստ Շվեյցարիայի օրենքների դրական արդյունքի դեպքում կառավարությունը կատարում է խորհրդարանի որոշումը։ Այսինքն, եթե այս օրակարգային հարցը այնտեղ դրական արդյունք գրանցեց, այսինքն մեծամասնությունը կողմ քվեարկեցին, ապա կառավարությունը պիտի սկսի նախաձեռնել այդպես բանակցային գործընթաց կամ այդ հարցերի կարգավորում։ Դա հետագայում ավելի ակնհայտ կամ կիմանանք, երբ տեղի կունենա մարտի 18-ի հետ քվեարկությունը։ Գերիների հարցով ինչ ակնկալիք ունենք, որովհետև գիտենք, որ Վարդանյանն արդեն 23 օր, եթե չեմ սխալվում, հացադուլի մեջ է, իսկ սա արդեն կյանքի համար անհամատեղելի, կարծեմ թե ժամկետ է։ 24-րդ օրն է իրականում այսօր, եւ նորից մեկ թվում է, որ մենք պիտի բոլորս անզորությունից չգիտեմ ինչ անենք, բայց էլի էս անզորությունից, որովհետև ունենք նման իշխանություններ, որոնք էլի այդ իմիտացիան ստեղծում են, որ իբր լռեք, որովհետև մենք աշխատում ենք, բայց մենք շատ լավ գիտենք, որ այդ լռությունը ուղիղ առումով հենց լռություն է։ Եվ այդ լռության արձագանքը մենք այսօր լսում ենք օրինակ Բաքվից Հաջիևի պատասխանով, որը ասում է, որ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, իբրև թե իրենց այդ կեղծ խաղաղությունը, ապա պիտի սահմանությունը փոխվի եւ դատավարությանը իր մասնակցությունը ունենա նաեւ Հայաստանի կառավարությունը, հանձնելով նաև այն մարդկանց, որոնց կպահանջի Ադրբեջանը։ Սա մեզ համար փաստ, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե որևէ բան անում են, որպեսզի մեր պատանդ եւ գերի հայրենակիցներին վերադարձնեն հայրենիք, այլ հակառակ իրենք համագործակցում են եւ հակառակն են անում։ Հետևաբար պիտի լինի հանրային մեծ ճնշում եւ իմ պատկերացումներում, որովհետեւ հակառակը մենք անընդհատ տեսնում ենք, այդ հանրային ճնշումը պիտի լինի միայն Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Մենք տարբեր ակցիաներ ենք արել, տարբեր, եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների առջև եւ ժամանակ առ ժամանակ ՄԱԿ-ի գրասենյակի առջև, բայց շատ լավ հասկանում ենք եւ շատ ժամանակ հենց այնտեղից է ուղղորդումը լինում, որ դիմեք ձեր իշխանություններին, ի վերջո պատասխանատուն ձեր իշխանություններն են եւ պիտի այդ իշխանությունները դիմեն այդ համապատասխան կառույցներին։ Այս պարագայում հարաբերվում եք, որ եթե օրինակ ձեր փոխարեն արցախցիների փոխարեն եւ այս քաղաքացիների փոխարեն Հայաստանի գործող իշխանությունը դիմի նույն Շվեյցարիայի դեսպանատուն եւ այլ քաղաքներին, ավելի էֆեկտիվ արդյունք կլինի։ Իհարկե, միանշանակ։ Գոնե մենք տեսնում ենք այդ ուղղությամբ ոնց է աշխատում Ադրբեջանը եւ ինչ արդյունք է գրանցում։ Ինչ է անում դրա փոխարեն Հայաստանի իշխանությունը, ստատուսներ է գրում, հեծանիվ է քշում եւ խոսում է իրական այնպիսի Հայաստանի մասին, որտեղ
այդ իրական Հայաստանում չի լինում օրինակ Սյունիք, չի լինում Սևանի մի հատված եւ այլն, այդպես կարելի է թվարկել, հա։ Միանշանակ հենց իշխանությունը դրա համար է, որը բանակցություններ ասածը իմ պատկերացներում եւ կարծում եմ ցանկացած քաղաքական գործի եւ ցանկացած քաղաքացու պատկերացումներում հենց դա է համագործակցություն տարբեր երկրների իշխանությունների հետ, տարբեր հարթակների օգտագործումներ, հա տարբեր միջոցառումների են մասնակցում այս իշխանությունները։ Անընդհատ մենք լսում ենք, հա, որ հարկատուների հաշվին այսինչ պաշտոնյան, այսինչ տեղը, այսինչ միջոցառմանը, մյուսը արտգործնախարարը, արդյոք լսել ենք մեկ անգամ գոնե, որ իրենք խոսեն Բաքվում տեղի ունեցողի մասին։ Իրենք ստում են, ես միանշանակ կասեմ, ստում են, ինչու, որովհետև իրենք բարձրաձայն խոսում են ի վնաս այդ մարդկանց։ Այսինքն ինչ է ստացվում է, հա, այս նոր քաղաքական ձև են, հա, իրենք ստեղծել, բարձրաձայն թիրախավորել մեր հայրենակիցներին, որոնք գտնվում են Բաքվում, լուր աշխատել հոգուտ մեր հայրենակիցների, չի լինում այդպես։ Մարտի 18-ի հետ կապված, հա, նշեցիք, եթե դրական արձագանք լինի։ Մի փոքր ճակերտներ կբացեք, ինչ է ենթադրում, այսինքն առաջին քայլը դուք ոնց եք պատկերացնում, վերջո վերադարձը ինչպես է լինելու, հաշվի առնելով այն ամեն ինչ տեսանկամ մորթել գնդակահարությունները։ Գիտեք, նախ իհարկե ես կարող եմ ասել իմ պատկերացումները կամ հստակ են ձևակերպումները, երբ որ մեր Արդարություն եւ վերադարձ հասարակական կազմակերպությունները 5 մարզերում արցախցիների հետ քննարկումների ժամանակ մենք ստացանք մի փաստաթուղթ, որտեղ ըստ էության ինքը բանակցային գործընթացի օրակարգային, այսպես կարող է օրակարգ ձևավորել, թե ինչպես եւ ինչպիսի Արցախ կվերադառնան արցախցիները։ Ըստ էության արցախցիների բոլորի ցանկությունը մեկն է՝ վերադառնալ իրենց բնօրան առանց ադրբեջանցիների ներկայության եւ անվտանգային լուրջ երաշխիքներով, ոչ թե թղթի վրա գրված ինչ-որ պայմանավորվածություններով, այլ այն երկրները կամ այն կառույցները, ովքեր պատրաստ կլինեն այդ երաշխավորումը տրամադրել, իրենք հենց կունենան հողի վրա այնտեղ մեզ հետ հավասար գրասենյակներ մեր քաղաքներում, մեր գյուղերում։ Ես հա մոտավոր տարբերակն եմ ձեզ ասում, բայց որպես քաղաքական գործիչ փաստ եմ, որ կարևորը խոսակցությունն է, կարևորը թեմայի տակ պահումն է, որ այո, արցախցիները իրենց իրավունքը պետք է իրացնեն եւ ապրեն իրենց հայրենիքում, իրենց բնօրանում։ Մնացած ամեն ինչը, հա, ինչպես եւ ինչպիսի Արցախում, դա արդեն բանակցային գործընթացի ժամանակ տեղի կունենա։ Տիկին Հակոբյան, մերձավոր արևելքում իրադարձությունները ձեզ չեն հիշում։ Հնարավոր է նույնիսկ այդ միջազգային երաշխիք ասածը որքանով կարող է կայուն եւ տևական լինել, որովհետեւ մենք տեսանք, երբ մի քանի ժամ ու մի քանի օրում որոշում փոխվեց, մարդիկ դուրս եկան ուղղակի, չգիտեմ, պաուժեր եւ այլն։ Այսինքն մտավախություն չկա, որ նույն իրավիճակի առաջ կկանգնի։ Այո, մենք գիտակցում ենք, որ այսօր աշխարհում այդ ձևակերպումները կամ ձևափոխությունները, որ տեղի են ունենում, ըստ էության գլոբալ առումով փոխվում է աշխարհը։ Եվ եթե քաղաքականության մեջ առաջ մենք երբևէ ընդունելի ու ընկալելի չէր, հա, ուժի կիրառումը, այսօր ինքը կարծես օրինաչափ է, նորմալ է եւ ուժի կիրառումը մտել է հենց քաղաքական դաշտ, հա, նորմալ է դա դիտարկվում, բայց այստեղ շատ կարեւոր է, որ դու որպես երկիր նախ կարողանաս վստահելի եւ կայուն գործընկեր լինես այն մնացած պետությունների հետ, որոնց հետ դու պատրաստում ես համագործակցել կամ թեկուզ եւ այդ երաշխիքները ստանալ։ Ցավոք սրտի Հայաստանը վերջին 7 տարիների ընթացքում ապացուցեց, որ ինքը բոլոր առումներով վստահելի չէ, իդեմս այս իշխանությունների, հա, եւ հնարավոր չէ հենվել Հայաստանի ոչ իշխանությունների խոսքի վրա, ոչ տված խոստումների վրա, ոչ նույնիսկ ստորագրած փաստաթղթերի վրա։ Այո, այդ առումով մենք շատ վատ վիճակում ենք գտնվում եւ այս իշխանությունների օրոք տրված որևէ երաշխավորություն չի կարող բնականաբար հիմք լինել, որպեսզի եւ իրենց կողմից, հա, կնքված այդ երաշխավորությունները, ինչպես օրինակ խաղաղության օրակարգը կամ պայմանագիրը, որպեսզի արցախցին այսպես թեթևացած հոգով վերադառնա իր բնօրան։ Այս ամեն ինչը մենք դիտարկում ենք եւ հասկանալի է, որ այս ամեն ինչը մենք չենք էլ ունենալու այս իշխանությունների օրոք։ Մենք այս ամեն ինչը դիտարկում ենք ազգային իշխանություններ ունենալու պարագայում, որովհետեւ այն ինչ որ մենք ենք անում, այն ինչ որ անում է հանձնախումբը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, հասկանալի ինքը սարեր շուրջ չի տալու։ Ինքը ընդհանրապես կարողանալու է տակ պահել եւ թույլ չտալ, որ մարի Արցախցիների այդ իրավունքների շուրջ քննարկումները եւ ինչպես նաեւ լրիվ սառը անտարբերություն չլինի մեր գերիների ու պատանդարված անձանց նկատմամբ։
Մի ճշտող հարց էր, օրեր առաջ էլի Շվեյցարիայի դեսպանատուն նամակ հանձնվեց, հա, գերիների հետ կապված բախվող։ Արդյոք պատասխան եղել է թե ոչ։ Անկեղծ ասած մենք չենք հանձնել նամակը, ես չեմ կարող ասել, հետեւաբար ես չեմ կարող ասել պատասխանը ստացել են թե ոչ։ Ես եմ շնորհակալ։